Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Արշակյան, Կիրակի կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ազգային ժողովի ընտրության վերջնական արդյունքները եւ այսպիսով գոհ եք այդ արդյունքներից, թե դժգոհ եք եւ ինչու ամեն դեպքում պարտվեց հանուն Հանրապետության կուսակցությունը, որի պատգամավորի տեխնացու եք նաև դուք։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես կարծում եմ, որ մենք այդ դժբախտության մեջ մենակ չենք, անհաջողության մեջ, պարտության մեջ մենակ չենք։ Մի խումբ ժողովրդավարական ուժեր, արևմտամետներ, անկախականներ դուրս մնացին ազգային ժողովից, այնպես որ մենք մենակ չենք։ Բացի դրանից, ինչու պարտվեցինք, որովհետև արդար մրցակցային թափանցիկ ընտրություններ չէին, մենք այնտեղ իհարկե պետք է պարտվեինք։ Դե բայց նախապես չեք հաշվարկել։ Իհարկե գիտեինք, հաշվարկել էինք։ Այսինքն հաշվարկել եք պարտության գնալու, պարտության ռիսկ ամեն դեպքում կար, բայց մասնակցեցիք։ Այո, մենք ուղղակի գիտեինք, որ Հայաստանի Հանրապետության իշխանության վրա գրոհ է կազմակերպված անեքսիա է սկսվել, Հայաստանի Հանրապետության իշխանությունը հակառակորդը ուզում է զավթել մեր ուժերով, ինչքան որ կային։ Մենք որոշեցինք պաշտպանել այն հատվածը, որը որ մերն ենք համարում, ժողովրդավարություն եւ անկախություն։ Այդ երկու պոզիցիան գրեթե ոչ ոք չէր հնչեցնում, գրեթե։ Վերջի պահին դա դարձավ նորաձև, շատերը սկսեցին, ոմանք սկսեցին նաեւ դիրքավորվել այդտեղ, բայց հենց սկզբից մենք էինք, որ ասում էինք, որ կեցե անկախությունը, կեցե ժողովրդավարությունը, գիտենք ում հետ գործ ունենք, մենք արդեն գիտեինք, որտեղ նախընտրական շրջանը, երբ հայտ էր ներկայացվում, մենք հասկացանք, որ տեղի է ունենում կոպիտ խախտում օրենքների, Հայաստանի Հանրապետության կուսակցությունների մասին օրենքն է կոպիտ խախտվում, օրինակ ֆինանսավորման թափանցիկությունը, գիտեինք ընտրությունների մասին օրենքն է կոպտորեն խախտվում, գիտեինք, որ սահմանադրությունը կոպտորեն խախտվում է։ Եվ ովքեր են խախտում այդ օրենքները, որոնք դուք մատնանշում եք։ Առաջի գլխավոր, հիմա դրանք արդեն ունեն եռագլուխ, քրեոլիգարխիկ։ Ես անուն ազգանուններով ասեմ, որովհետև նրանց թիկունքում կանգնած կուսակցության անունը պայմանական է։ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը հայտ էին ներկայացրել իշխանության համար։ Դա կոպիտ խախտում էր, որտեղ նրանցից երկուսը ունեին դատավճիռ։ Միջազգային ատյանը, Հատուկ ատյանը ճանաչել էր նրանց հանցագործ։ Տեսեք, բացառիկ բան է, որ դատավճիռ կա մարտի 1-ի դեպքերի կապակցությամբ։ Այսինքն նրանք ճանաչվել են, Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը ճանաչվել են հանցագործ, դատավճիռ ունենք մենք, ու նրանք կարողացել են հայտ ներկայացնել իշխանության համար։ Դա մեզ համար իմ թիմակիցների համար, հանուն հանրապետության կուսակցության համար դա ծանր մարտահրավեր էր։ Մարդիկ պետք է բանտում լինեին, ունեզրկված լինեին, այսինքն ազատազրկված եւ ունեզրկված պետք է լինեին, նրանք քաղաքական իշխանության հայտ էին ներկայացնում։ Իսկ Սամվել Կարապետյանը ուղղակի օտարերկրացին բացարձակ բանով շանսեր եւ իրավունքներ չունեցող մարդը մտնում էր քաղաքականություն իշխանությունը վերցնելու, Հայաստանը վերցնելու եւ անկախությունը Հայաստանի Հանրապետություն ինքնիշխանությունը սահմանափակելու, վերացնելու։ Հիմա ձեր կարծիքով, այսինքն չստացվեց ինքնիշխանությունը, անկախությունը վերցնել։ Գիտեք ինչ, ես համարում եմ, որ մենք շատ մեծ դեր ենք կատարել։ Կարևորը, տեսեք, շատ կարևոր կլիներ, որ մենք Նախ մինչև այդ հարցին անդրադառնալը, դուք կարծում եք, որ ընտրությունների արդյունքները հրապարակվելուց հետո, այն ինչ որ դուք ասում եք, որ ուզում էին իշխանությունը վերցնել, Հայաստանի Հանրապետությունը վերցնել, չհաջողվեց իրենց։ Մասամբ հաջողվեց։ Ինչու մասամբ։ Որովհետև անգործության մատնվեց իշխանությունը, այ իշխանության պատժիչ պետաիրավական համակարգը
կամ ուզում եք ասեմ դատաիրավական համակարգը անգործության մատնվեցին։ Բայց ամեն դեպքում ընդդիմադիր այդ հատվածը, որոնց դուք մատնանշում եք, դարձավ էլի մնաց ընդդիմադիր հատված, այսինքն ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սամվել Կարապետյանին չհաջողվեց իշխանություն ձևավորել։ Այսինքն այս դեպքում ստացվում է, որ ոչ թե massամբ հաջողվեց, այլ առհասարակ չհաջողվեց։ Չէ, massամբ հաջողվեց, նրանք ընդդիմության տեղը զբաղեցրեցին։ Իդեպ մեր լոզունգներից մեկը հենց դա էր, մենք ասում էինք, որ քաղաքական կուրսը, որը որ վերցրել է քաղաքացիական պայմանագիրը, դրան մենք դեմ չենք։ Այսինքն ընդդիմադիր չենք այդ իմաստով։ Մենք համաձայն ենք Եվրոմիության հետ։ Մենք ոչ միայն համաձայն ենք, նախաձեռնողներից մեկն ենք Եվրոմիության հետ մեր հարաբերությունների սերտացմանը։ Եվ այդ բարեփոխումներին մենք կողմ ենք, այդ իմաստով մենք քաղաքացիական պայմանագրին մրցակից չէինք, մենք մրցակից էինք հենց այդ ուժերին, որոնք հիմա այսօր հայտարարված են ընդդիմություն, եկել էին ընդդիմություն, եւ մեր կոչն էր ընդդիմափոխություն կատարել, ոչ թե իշխանափոխություն, ընդդիմափոխություն։ Ես կարծում եմ, որ մեր նմանները մենք մենակ չէինք, մենք ունեինք գործընկերներ այդ իմաստով։ Մեր պայքարը տվեց արդյունք, այսինքն նրանք մնացին փոքրամասնություն։ Մենք կասկածում էինք, որ նրանք կզավթեն ամբողջությամբ։ Դուք ասում եք մեր պայքարը տվեց արդյունք, բայց ընդդիմադիր հենց այդ նույն խորհրդարանում հայտնված ընդդիմադիր ուժերը հայտարարում են, որ դուք եւ այլ կուսակցություններ, այսպես ասած, առաջադրվել եք ձայները փոշիացնելու համար։ Այո, փոշիացումը հանենք նրանց ձայները պակասեցնելու համար, նրանց խոցելու համար մենք մեր նպատակին հասանք։ Նրանք հիմա դժգոհ են ընտրությունների արդյունքներից։ Այսինքն դուք ի սկզբանե գնում եք ընտրության նրանց ձայները նվազեցնելու համար, ոչ թե խորհրդարանում հայտնվելու, որովհետև եթե հաշվարկել եք, կհասկանայիք, որ ինչպես դուք եք ասում, ի սկզբանե գիտեք, որ այդպես բարձր անցողիկ շեմեր չեք հաղթահարելու։ Այո, ռեսուրսների մենք հաշվել ենք նաև ռեսուրսներ, գիտենք ինչը ինչ արժի։ Մենք փորձառու ենք, գիտենք ինչը ինչ արժի։ Այն ռեսուրսները, որոնք որ ունեին ժողովրդավարական ուժերը, դրանք բավարար չէին, որպեսզի մրցակցեին կաշառատուների, ֆինանսական օլիգարխների, տնտեսական այդ մոնստրների հետ։ Մենք դա գիտեինք, բայց մենք մի գաղտնի հույսել ունեինք, մտածում էինք, որ կգործի պետական ապարատը, օրինակ կենտրոնական ընտրական հանձնաժողովը կաշխատի դատախազությունը, հակակոռուպցիոն այդ կոմիտեն, քննչական մարմինները, արդարադատության համակարգը, արդարադատության նախարարությունը կաշխատի, այսինքն այդ զավթիչները, տեսեք տարբերություն կա, մենք ունենք նաև այնտեղ մրցակից կուսակցություններ, քաղաքական մրցակցության մեր գործընկերները կային, որոնց հետ մենք մրցակից էինք, բայց նրանք ազատ արդար թափանցիկ մրցակցային պայքարի մեջ էին, իսկ ոմանք ուղղակի զավթում էին։ Այ մենք մտածում ենք, որ պետությունը կկասեցնի նրանց մասնակցությունը, այսինքն ինքնապաշտպանության իրավունքով, տեսեք, նախ եւ առաջ ինքնապաշտպանության իրավունքով եւ պետության շահերից ելնելով նրանք դուրս կմղվեն, կզրկվեն իշխանությունը զավթելու իրենց իրավունքից։ Այսինքն ընտրապայքարից կզրկվեն։ Այո, եթե նրանք դուրս են մնում, պատկերացնում, եթե դուրս են մնում, ուրեմն ընտրությունները գնում են արդեն նորմալ նշանակում է արդար, թափանցիկ, մրցակցային պայքարում։ Այսինքն մենք այդ պայքարում շատ մեծ շանսեր ունեինք այդ պատնեշը հաղթահարելու։ Այնպես որ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության պետական համակարգը ինքնապաշտպանությունից ելնելով կկասեցնի հանցագործների ոտնձգությունը։ Այսինքն, պարոն Արշակյան, ճիշտ եմ հասկանում, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, արդարադատության նախարարություն, հակակոռուպցիոն, քննչական կոմիտե, ձեր այն կառույցները, որոնք դուք մատնանշում եք, իրենք այստեղ թերացել են։ Անգործության թերացումը մեղմ է։ Ուղղակի կարելի ասել, որ հանցագործության վրա աչք են փակել, տեղի ունեցել։ Հիմա իրենց հայտարարություններով, ես որ ասում եմ, մեր տնից չեմ բերել, մեր փողոցից չեմ բերում, մեր բիսեդկից չեմ բերում այդ հայտարարությունը, այդքանի 100 հոգի հիմա ազատազրկված է, քրեական վարույթ է սկսվել իշխանազավթման համար, որ ասում են ընտրակաշառք, դա այդպես չի։ Ընտրակաշառքը գործիք է։ Այսինքն փողով դա գործիք է, որով ուզեցել են իշխանությունը զավթել, Հայաստանը զավթում են նաև զենքով, օրինակ փամփուշտներով։ Այդ դրամները կամ դոլարները, եվրոները, չգիտեմ, ռուբլիները, դրանք փամփուշտներ էին, որով կրակում էին մեր պետության վրա։
Արդարադատության նախարարությունը, որ պետք է վահանը լիներ, վահան պետք է լիներ քաղաքական այդ ոտնձգության դեմ, չի աշխատել, թափանցիկ է եղել, արդարադատության նախարարությունը պետք է լիցենզիան հետ կանչեր, թույլ չտար, որ նրանք մասնակցեին ընտրություններին։ Տեսնեք, մեր վրա կրակում են դրամներով եւ ռուբլիներով, դոլարներով մեր վրա կրակում են մեր պետության վրա։ Դատախազությունը չի արել, չի կասեցրել նրանց գործունեությունը։ Իսկ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ուղղակի աջակցել է նրանց, որտեղ բողոքները, օրինակ մեկը որ հերոստատեսությամբ ուղիղ եթեր գնաց, որ ստուգեք, կենտրոնական ընտրական հանձնաժողովը միաձայն իդեպ ասեց, որ մենք չենք ուզում աշխատել։ Պարոն Արշակյան, հետաքրքիր է, տեսեք, դուք ասացիք ժողովրդավար արևմտամետ ուժերը դուրս մնացին ազգային ժողովից։ Այ ինչպես ստացվեց, որ ամեն դեպքում Գյումրիի թիմ ընտրություններից հետո, երբ մենք այդ ժամանակ էլ տեսանք, որ արևմտամետ ուժը Եվրոդաշինքը դուրս մնաց էլի ընտրապայքարից ընդդիմադիր ուժը։ Հիմա էլ ինչպես է ստացվում, որ ամեն դեպքում այսպես կոչված ռուսամետ ուժերը կարողացան անցնել ազգային ժողով, ձեր մատնանշած ժողովրդավար արևմտամետ ընդդիմադիր ուժերը դուրս մնացին ազգային ժողովից, ինչքան ուզում են ընտրակաշարք բաժանեն, բայց հո այդ մի քանի 100,000-ին բոլորին ընտրակաշարքով չեն տարել քվեարկության։ Տեսեք, նախ Գյումրիում ճիշտ նույն մեխանիզմն է աշխատել։ Գյումրին զավթված է նույն մեթոդներով։ Այսինքն զավթեցին Գյումրիում իշխանությունը։ Նույն բանն է։ Ես հիմա չկրկնեմ, որ ռուբլեով, դրամով, դոլարով առան իշխանությունը առնել, բառը ես շատ բացասական իմաստով եմ, վերցրեցին, զավթեցին իշխանությունը։ Դա պետք է դաս լիներ մեր իշխանությունների համար, այդ ուժային իշխանությունների համար, որ համապետական ընտրություններում դա կանխարգել էին, այ կանխարգելող ինստիտուտները նույնիսկ Գյումրիից հետո չեն աշխատել։ Դա ուղղակի հիմա ազգային ժողովում երեկվա վարչապետի հարց ու պատասխանի ժամանակ հնչեցրած կարծիքը, ես կարծում եմ, որ դատավճիռ է։ Որը նկատի ունեք։ Բոլոր ընտրությունների մասին եղած բոլոր հայտարարությունները ես դրանց տակ կարող եմ ստորագրել։ Ես մտածում էի, որ ընդհանրապես կարծում էի, որ կոնսենսուս կա, բայց պարզվեց, որ չէ։ Այդ զավթիչների եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը ես համարում եմ, որ կոնսենս, նրանք գործընկեր են, բայց այդ հայտարարությունից հետո իմ մեջ մի փոքր հույս արթնացավ, որ կոնսենսուս չկա քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եւ իր ղեկավարը Նիկոլ Փաշինյանը փաստորեն նույնպես համարում են, որ իշխանությունը զավթվել է ոչ միայն քրեա օլիգարխիկ, այսինքն մեր հայրենական ճակերտների մեջ վերցնեմ, այլ նաև ագրեսիվ օտարերկրացիների կողմից մեր իշխանությունը զավթվել է 500,000 ձայն գողացել են մեր պետությունից։ Իրա արդեն երեք եմ ես լսել ազգային ժողովում։ Ես հետեւյալ հարցն եմ ուղղակի տալիս 500,000 մարդ քվեարկել է ամեն դեպքում այդ ընդդիմադիր ուժերի օգտին։ Իմ ասածը հետեւյալն է, հո բոլորը կաշառքով չեն քվեարկել։ Բոլորը կաշառքով չեն, այստեղ ուրիշ բան է աշխատում։ Անգործությունը, իշխանությունների անգործությունը, նախ 1 միլիոն մարդ ընդհանրապես չմասնակցեց ընտրություններին, օրինակ մենք ես էլ եմ ասում, չի, ես էլ եմ մտածում, որ գործարք է։ Իշխանությունը հատուկ գործարքի մեջ է այդ զավթիչների հետ, բայց փաստորեն ձեր այդ երեք մտածում եք փարատվեցին եւ այդ երեկվա վարչապետի այդ դա ասեմ մեր եթերի համար, մի անգամ էլ ասեմ։ Ես գիտեմ, որ եթերում եմ, այո, փարատվեց իմ կասկածը, որովհետեւ ես մտածում էի, որ ակնհայտորեն գործարք կա։ Հիմա իշխանությունը կիսվում է Պուտինը եւ Նիկոլ Փաշինյանը գործարքի մեջ են, ես այդպես էի մտածում, բայց երեկվա Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ցույց տվեցին, որ ես սխալվել եմ, այդպես չի։ Հիմա քաղաքացիական պայմանագրին դնենք մի կողմ։ Ինչու հասարակության այդուամենայնիվ այդ որոշ հատվածը չընտրեց ժողովրդավար արևմտամետ ուժերին, ինչպես դուք եք ասում, այլ ընտրեց ռուսամետ ուժերին։ Ես ասում եմ, որ նրանք մտածեցին, եթե գործարքը կա, մեր ժողովուրդը իմաստուն ժողովուրդ է։ Չուզեցավ ճակատ տալու, կռիվ տալու, բայց ես ասում եմ 700,000-ը գնաց, կռիվ տվեց, 700-800,000-ը մերժեց նրանց, այն 500,000 այդ գործարքի մասին երևակայություն է ունեցել, դրա համար է դրել։ Եթե ես
փորձառու եմ, այսպես տեսեք իմ արտաքինը ցույց է։ Երևի մեջ որ տարեցեմ, ոնց եմ թաքնված չեմ, դիմակով չեմ։ Եթե ես սխալվել եմ, մտածել եմ որ գործարք կա։ Իմ նմաները շատ են, կես միլիոն մարդ մտածել է որ գործարք կա, թողնենք, թող իր հունով գնա։ Ես ուղղակի պայքարեցի։ Կամ ասենք պարզապես այդ ուժերին համակրող քաղաքացիներ Հայաստանում։ Համակրողներ էլ կան, իհարկե համակրողներ էլ կան, բայց 500,000 հոգի չի կարող լինել։ Որտեղ մենք երկու անգամ դա արել ենք, հարցում եղել է երկու անգամ։ Մեկը 1991 թվականի սեպտեմբերին անկախության հանրաքվեն է 2.5 միլիոն Հայաստանի քաղաքացի մերժել է ստրկությունը, անազատությունը, անկախություն է ընտրել, անկախություն Ռուսաստանից։ Հիմա ոնց է 500,000 մարդ ասում է ուզում են գնալ ճորտը դառնան Ռուսաստանում երկրորդ կարգի մարդ լինել։ Հիմա մենք դա ենք ասում։ 500,000 Հայաստանի քաղաքացի որոշեց, որ ինքը պետք է այնտեղ ոսկե հորդա մտնի եւ դառնա արմյաշկա։ Ես ասում եմ, որ նրանք ասացին, որ եթե այդպիսի բան կա, եթե Նիկոլ Փաշինյանը հանձնում է կեսը Հայաստանի Հանրապետության անվտանգության շահերից ելնելով գազի, նավթի, արաղի, կայնակի, ես չգիտեմ ինչի, ջերմուկի, գիտեք, կայնակ չեն ասում դրանք, թե կոնյակ։ Կոնյակ իրավունք չունենք նույնիսկ ասելու, դա ֆրանսիական բրենդ է։ Ուրեմն մարդիկ ասում են, եթե մեր երկրի անվտանգությունը պահանջում է, որ մենք գնանք այդ արկղի մեջ մի հատ թուղթ գցենք, ուրեմն գնանք գցենք մենակ թե ռուսները սպիտակ արջը հանգարց դուրը չշրխկացնի։ Ինչ հետևություններ արեցիք դուք առհասարակ պարոն Արշակյան եւ ինչու ամեն դեպքում ձեր մատնանշած այդ ուժերը չկարողացան համախմբվել եւ միասնական կերպով մասնակցել ընտրություններին։ Տարբեր էին մեր ծրագրերը, տարբեր էին մեր շահերը։ Բացառությամբ մի կետի Եվրոմիության կողմնակիցներս միասին էինք, բայց դա նաև հենց դեմոկրատիան է, էլի, որ մենք տարբեր ծրագրեր ունեինք, նաև տարբեր անձնական խնդիրներ կային, միջանձնային խնդիրներ էլ կային, դրա մասին մենք չենք խոսի։ Բայց այստեղ տեսեք, այն ինչ որ ասվում է հանուն հայրենիքի, հանուն անկախության պահպանման, արդյոք պետք չէ այդ միջանձնային խնդիրները դնել մի կողմ եւ գնալ միասնական ուժերով մասնակցել ընտրություններին։ Ես հույս ունեմ, որ դատարանը, սահմանադրական դատարանը չեղյալ կհամարի այս ագրեսիվ պատերազմի հետևանքով տնտեսական պատերազմ է եղել, գիտեք, չէ՞, տնտեսական պատերազմ էր այդ արգելափակումները, դա կոչվում է տնտեսական պատերազմ։ Ուրեմն տնտեսական պատերազմի եւ այդ գաղափարական եւ հոգեբանական պատերազմի հետևանքով իշխանությունը զավթած ուժերի մանդատները, քվեները չեղյալ կհամարվեն, վերաքվեարկություն կամ նոր ընտրություններ կանցկացվեն, եթե այսօր չէ, վաղը մի տարի հետո, չգիտեմ, 5 տարի հետո մենք կմիավորվենք։ Դա մեզ համար կլինի դաս։ Մենք պետք է իմանանք, որ ոսոխը միավորվել գիտի, նրանք մի տեղից են կառավարվել։ Մենք նույն տեղից չենք կառավարվել։ Ես կարծում եմ, որ հաջորդ ընտրություններում առաջիկա, երբ որ լինի, մերոնք կմիավորվեն, որովհետև փաստը մնում է փաստ, որ նրանք զավթում են մեր երկիրը, մեր ազատության ու անկախության ժողովրդավարության համար մերոնք կմիավորվեն, ես հույս ունեմ, կոչ եմ անում։ Պարոն Արշակյան, եւ ամփոփելով զրույցը, ինչ հետևություններ արեցիք ընտրապայքարից եւ ընտրության արդյունքից։ Հարկավոր է միավորվել, ուղղակի վերջից կանք, հարկավոր է անպայման միավորվել։ Երկրորդը, պետք է հույսներս չդնենք, որ հակառակորդը հարգելու է մեր ազատությունը, անկախությունը, մեր ինքնությունը։ Մենք պետք է իմանանք, որ նրանք սպասում են, նրանք ուզում են զավթել մեր երկիրը, ուզում են Հայաստանի Հանրապետությանը տիրել, զրկել մեր ժողովրդին պետությունից եւ ազատությունից, ուրեմն անընդհատ լինել դիրքերում եւ պայքարել, պայքարել։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշեցնեմ, իմ հյուրը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանն էր, շնորհակալություն ուշադրության համար, հաջողություն։